Դրամանների մուտքա, դա ընտրությունների և քվեարկության արդյունքների շփոթումն է։ Կենտրոնական դրական հանձնաժողովը համավարի ճանաչել երկու տեղամասերից, մեկ տեղամասերը դատարանային դրական հանձնաժողովն է իր որոշում համավարի ճանաչել քվեարկության Ընթերցեմ 101-րդ հոդվածը դրական գործիքի առաջին մասի։ Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական դրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին դրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Ընտրությունների արդյունքները դրամաշրջություն, քվեարկության արդյունքը դա վերադեպում կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից որ ճանաչվել է, որ քվեարկության արդյունքները և օրինական հնարավոր օրինական տեղամասում քվեարկության արդյունքը բարձր, դա վերադեպում առանձին ու այս դեպքում մենք տարբեր հասկացությունների հետ գործում ենք։ Այսինքն առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ է, որ դրանցում տեղի ունեցած խախտումները կենտրոնական դրական հանձնաժողովը գնահատի, որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող։ Ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների համավարի ճանաչելու ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա կարգավորվում է ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասով։ Ընտրական տեղամասում 5-րդ մասը սահմանվում է մասնավորապես։ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների համավարի ճանաչելու դեպքում այլ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասում անշշտությունների գումարային չափ։ 6-րդ մաս քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքների համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքները համավարի ճանաչած տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, քվեարկության արդյունքներն համավարի ճանաչած ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները թվերը բացառությամբ անշշտությունների չափի արձանագրվում է զերո։ Սա ընտրական օրենսգրքի պահանջն է։ Ըստ այդ, ընտրությունների արդյունքներով անշշտությունների թիվը այս հանրագումարում կազմել է 4331։ Այս 4331-ից 3390 դրանք համավեր ճանաչած 3 ընտրական տեղամասերի քվեարկության մասնակիցների հանրագումարի թիվն է։ Դրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն հուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեարկի ընդհանուր թվի և անշշտությունների թվի գումարի հուսակցության դեպքում 4%, մինչև 3 հուսակցություններից կազմված դաշինքների դեպքում 8%, 4 և ավելի դեպքում 10%։ 2026 թվականի հունիսի 7-ի արժանապատվությունների քվեարկության ամփոփ արդյունքներով կողմ քվեարկած քվեարկերի թիվը կազմել է 1,456,740 և եթե ավելացնենք 4331 անշշտությունները, ապա այս դեպքում այս հանրագումարը կազմել է 1,461,071 և այս դեպքում անցողիչների 4%-ը կազմել է 58,442,84։ Այսինքն կոնկրետ 4%-ի շեմը հաղթարժան հուսակցությունները պիտի ունենային քվեր 58,443 ձայն։ Եթե վարշը դատարան, ժամանական դատարանի մեծարգոն նախագահ, եթե գոնե 10 հապ է,
որտեղ ամեն դեպքում աշխարհելով որ մենք խոստացել ենք 15 րոպե շնորհակալություն։ Իսկ դաշինքների 8%-ի դեպքում անցողի շեմը 16886։ Սա այս թվերը ուշում են, որ անոր թվերը հրապարակված են, ես չգտնել, բայց անցողի շեմը ըստեյքության աղտարել են այդպես այս։ Դրաների 3 քաղաքական ուժեր, քաղաքացիական պայմանների կուսակցությունը, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը և Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Մենք որպեսզի գնահատենք խախտումների թվային ազդեցություն։ Ես նշեցի, որ 72 հոդվածօրինականությամբ պայմանավորված անշուշտությունների թիվը որպես խախտումների ազդեցություն ավելացել է 3395 ցուցանիշ։ Եթե անշուշտությունների թվից 4331-ից հանել խախտումների ազդեցությունը, այդ 3395 խախտումների ազդեցությունը հանել 4331-ից, մեզ որ անշուշտությունների թիվը ստացվում է 936։ Եվ երբ որ այս 936-ի լույսի ներքո ենք, ասենք մենք ունենք 1.426.740 կողմնձայներ և ունենք այս դեպքում արդեն 936 անշուշտություն։ Հանրագումարը կազմում է 1.457.676։ Այս դեպքում որպեսզի քաղաքական ուժը կուսակցությունը 4 րոպեի շեմը աղտարի, շեմը ստացվում է 58,000 և որ 4%-ի շեմի շեմը դա 58,308 է, որովհետև ամեն դեպքում որ ամբողջ 4-ը դա ենթարկվում է, որ պիտի գոնե մեկով ավելի։ 8%-ի դեպքում 116,618 նշված թվային տվյալների պարագայում պատմելու անցումի շեմը հաղթարել է քաղաքացիական պայմանների կուսակցությունը, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը և Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Քանի որ հաջող ամենաշատ քայլ ստացած Բարգավաճ Հայաստան կուսակցությունների կուսակցության պարագայում ցայները եղել են 50,000 Սա այն նորությունն է, որը ունենք։ Ես չեմ ասում, ընկալում եմ հույսերը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամք է թվային արտահայտությունը ես սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների